ապրիլի 23-ին ստացված հաղորդագրությունների հիման վրա Սպանդալթերքի անվտանգության պետական ծառայությունը իրականացրեց Երևան քաղաքի եւ մարզերի մի շարք վայրերում իրացման կետերում շրջայց, որտեղ արձանագրվեցին այս դեպքերը։ Իրականացված աշխատանքների արդյունքում արդեն ամսի 25-ի երեկոյան հրապարակվեցին նախնական արդյունքները, համաձայն որի այդ ապրանքը չուներ անվտանգություն հավաստող փաստաթղթեր եւ համաձայն օրենսդրության ենթակա էր օգտահանվում։ Այդ գործողությունները ծառայությունը իրականացրեց եւ նաեւ որդորեց սպառողներին, որպեսզի իրազեկեն այդ դեպքերի մասին։ Քանի որ ծառայության գործունեությունը եւ ոլորտում իրականացվող շրջայցերը ուղղակիորեն կապված են նաեւ սպառողների հետ երկխոսությամբ եւ ավելի պահանջատեր սպառող, այսպես ձևակերպենք, մեր հանրությանը այդ գաղափարը խորացնելու իրենց։ Եվ շրջայցերը սկսվել է ապրիլի 23-ից եւ նրանք շարունակվում են մինչ օրս։ Արդեն իսկ ամփոփվում են արդյունքները, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրությունները տեղակայված են ծառայության կայքում։ Պարոն Կարապետյան, կա ստուգումների արդյունքում հնարավոր է, որ դուք ձեր կողմից ճշտած լինեք, թե ումից են ձեռք բերել այդ խնձորները կամ ով ա եղել ներկրողները։ Որ նման դեպք է արձանագրվել, հաշվի առնելով, որ այս դեպքը արձանագրվել է, Սպանդալթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական կամուտների կոմիտեի հետ համատեղ իրականացնում է ներկայումս գործողություններ, որպեսզի նախ իրացման վայրերում Երևան քաղաքում եւ Հայաստանի Հանրապետության մարզերում բացահայտի վերջնական խմբականակը եւ արդյունքները ամփոփելուց հետո մենք արդեն կանոնադրենք համատեղ հայտարարություն։ Ինչ որ բան ամեն դեպքում այս պահին ինչա ներմուծող ընկերություն չկա։ Պարոն Կարապետյան, տարօրինակ չի թվում ձեզ։ Այսինքն անհատան ներկրել է, պարոն Կարապետյան։ Ըստ նախնական տվյալների, որոնք դեռ ամփոփման ընթացքում են, ես ինչպես նշեցի, շրջայցերը դեռ կատարվում են։ Հիմնական խմբականակը շուկայից արդեն իսկ օգտահանվել է։ Բայց Երբ որ շրջայցի արդյունքները կամփոփվեն, այդ ժամանակ տեղեկատվությունը կներկայացվի։ Իսկ ասենք Վրաստանով թե Թուրքիայով է դա ինչ որ այսօր ունեք ուսումնասիրության արդյունքում որտեղից է եկել Վրաստանից թե Ծառայությունը նշել է բազմիցս, որ ապրիլի 1-ից 25 ընկած ժամանակահատվածում ծառայության տեղեկատվական բազայում արկա տվյալների համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ներկրվել է խնձոր Ռուսաստանի, Ուկրաինայից, Վրաստանից, Իտալիայից եւ մի շարք այլ երկրներից եւ նշված ծագմամբ թե փաստաթղթերով թե ներկրման երկրի որևից է ձևակերպում չի եղել մեր բազայում։ Իսկ ով ա եղել ներկրողը ընկերություն չեմ ասում անհատը հայ ա եղել, ռուս ա եղել, գերմանացի ա եղել։ Պարոն Կարապետյան, ձեզ տարօրինակ չի թվում, որ ձեր գլխավորած ծառայությունը ստուգումներ է անցկացնում օրեր շարունակ, այսինքն նաեւ հանձնարարություններ է իջեցնում, որպեսզի վաճառքը դադարեցվի, բայց վաճառքը շարունակվում է։ Դեռ ավելին ձեր գլխավորած ծառայությունը պարտավոր էր ստուգել առևտրային ցանցերում ինչպիսի ապրանք է վաճառվում, բայց ձեզ համար միգուցե անակնկալ կերպով այդ ապրանքը հա շարունակում է վաճառել ցանցերում, ինչ կարող եք ասել այս կապակցությամբ։ Տեսեք, ծառայության տրամաբանությունը եւ ստուգման գործընթացը հիմնված է ինչպես ստուգումների, այնպես էլ օրենսդրությամբ սահմանված այլ գործիքների, դիտարկումների, մշտադիտարկումների, ուսումնասիրությունների հիման վրա եւ հաշվի առնելով արկա առևտրային քանակների առևտրի իրականացման վայրերի քանակությունը, ինչպես նաև ուրեմն ծառայության ռեսուրսները եւ միջազգային պրակտիկայում եւ ծառայությունում ներդրված են մոնիտորինգային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու շուկայում արկա ռիսկերը, որոնք վերաբերվում են այս կամ այն ծագման Սպանդալթերքի առկայության, որոնք կանխարգել են եւ այնուհետեւ ծառայությունը շրջայցերի այնուհետեւ դիտարկումների ստուգողական միջոցառումների միջոցով կմիջամտի բացահայտելու խախտումները եւ տալու հանձնարարություններ։ Այս տեսանկյունից ես շատ կարեւոր եմ համարում նշեմ, որ արդեն իսկ 2017 թվականի առաջին եռամսյակից ներդրվել է մեխանիզմներ մոնիտորինգային ծրագրերի իրականացման, որի մասին ծառայությունը ներկայացրել է հայտարարություններ։ Մոնիտորինգն արվում է պարբերաբար ըստ ապրանքային խմբերի տվյալ պարագայում Սպանդալթերքի անվտանգության ոլորտի մասին է խոսքը, որպեսզի բազմաթիվ վաճառակետերում ոչ թե ամեն օր շրջայցեր կատարվեն, այլ տեղեկատվությունը մոնիտորինգների արդյունքում բացահայտվի։ Եվ այստեղ չափազանց կարևոր եմ համարում երկխոսությունը եւ համագործակցությունը սպառողների հետ, որովհետեւ
ծառայությունում գործարկվել եւ ներդրվել է թեժ գիծ, որի միջոցով մենք ստանում ենք տեղեկատվություն սպառողներից եւ վերլուծում ենք եւ համապատասխան կարգով ընթացք ենք տալիս։ Մեխանիզմը համագործակցություն կայանում է հենց Անկարապետյան, փաստորեն մենք կարող ենք խանութներում գնել մի ապրանք, որի վերաբերյալ ձեր գլխավորած կառույցը, որը պարտավոր է տեղեկություն իմանալ եւ ստուգել այդ ապրանքի անվտանգությունը, որևէ գաղափար չունի եւ այդ ապրանքը կարող ենք զանգվածաբար գնել Հայաստանի տարբեր բնակավայրերից, ինչ կարող եք ասել այս փաստի հետ կապված։ Ես կարող եմ ավելացնել ներողություն, ես պատասխանեմ, ներողություն պատասխանեմ, հետո կավելացնեք, եթե թույլ կտաք։ Ուրեմն ես ուզում եմ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը բնականաբար իրացման ցանցերում, շուկաներում եւ մթերքի ըստ ծառայության կողմից իրականացվող գործառույթների եւ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների վերահսկվում է ծառայության կողմից։ Ծառայությունը պատշաճ եւ բարեխիղճ իրականացնում է իր գործը արկա ռեսուրսներով եւ ներդրած նոր մեխանիզմներին համապատասխան։ Ինչը ըստ էության, թույլ տվեք ես վերջացնեմ, ինչը ըստ էության բացառում է արկա դրսևորումների եւ վտանգավոր սննդամթերքի վաճառք։ Նման դեպքերը, որոնք ի հայտ եկան պայմանավորված խնձորի վաճառքով, դա շարունակական գործընթաց է, որի նկատմամբ վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ։ Մոնիտորինգային ծրագրերի միջոցով, որոնք հնարավորություն են տալիս բացառելու այս հետևանքները, իրազեկելու սպառողներին եւ վաճառողներին, որպեսզի նրանք զերծ մնան այս գործողություններից։ Պարոն Կարապետյան, դուք ինչպես եք բացատրում, ամեն դեպքում Հայաստանում ինչպես են հայտնվում, այսինքն այստեղ ազգային անվտանգության ծառայությունը վերահսկում է, դուք ինչպես եք բացատրում այս հանգամանքը։ Սննդամթերքի ներողություն եմ խնդրում։ Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսիմում ճանապարհով։ Եթե սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում արկա չի։ Ես ինչպես նշեցի, թույլ տվեք վերջացնեմ խնդրում։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում նշված խմբականակի ներկայացման որոնցի դեպքի բազայում արկա չի։ Դուք գիտեք, որ օրենսդրությամբ կա թույլտվություն ներկրելու մինչև 50 կիլոգրամ ըստ խմբերի, անպատասխան գյուղմթեր։ Ներկայումս քանակները, որոնք որ օգտագործվել են շուկայում, համադրվում են եւ կատարվում է վերլուծություն պետական եկամուտների կոմիտեի հետ եւ արդյունքները ամփոփելուց հետո մենք կկատարենք համատեղ հայտարարություն։ Իսկ գուցե ցակման երկիրն է այլ ներկայացվել փաստաթղթերով ու ապրանքը չի ստուգվել, պարոն Կարապետյան։ Ուրեմն համաձայն գործող սահմանային հսկողության օրենսդրության պահանջների սահմանային հսկողությունը իրականացվում է սահմանին ներկայացվող ուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերի հիման վրա, այնուհետև բացվում է բեռը եւ զննվում է։ Իսկ ստուգում կա որակի ստուգում որակի ստուգում արվել է արդյոք վտանգավոր ինչ-որ տարեր կան։ Ֆիտոսանիտարական հսկողության ենթակա ապրանքները ստուգվում են օրենսդրությամբ սահմանված ձևաչափի։ Ներողություն, ես թույլ տվեք ես շարունակեմ, էլի։ Սահմանային հսկողության շրջանակներում բնականաբար իրականացվում է եւ փաստաթղթային եւ ակնադիտական զննում։ Եթե որևիցե արձանագրված դեպք RASEF համակարգով կամ այլ համակարգերով արկա է լինում, ապա ստուգումը իրականացվում է նաև փորձաքննության է ենթարկվում։ Դուք ուշադրություն չդարձրեցիք, բայց ես եւս մեկ անգամ ուզում եմ մատնանշեմ, որ ծառայությունը իրականացնում է մոնիտորինգային ծրագրեր, ինչը ենթադրում է, որ տարատեսակ վաճառակետերից կատարվում է գնում ներկրված սննդամթերքի, որը որ վաճառվում է եւ պարբերաբար իրականացվում է փորձաքննություն։ Եվ փորձաքննության արդյունքները, փորձաքննություն իրականացվում է ինչպես ուրեմն ԵԱՏՄ համապատասխան ռեգլամենտներով տվյալ ապրանքին ներկայացվող փորձաքննության անվտանգության ցուցանիշներին համապատասխան, այնպես էլ RASEF համակարգով, որը արձագանքման միջազգային համակարգն է, ու տեղակայվում են համապատասխան դեպքերը տարբեր երկրներում ժամանակ, եւ կատարվում է նաեւ RASEF-ում տվյալ ապրանքի խմբականակ այլ երկիր ներկրելու մասով, ուրեմն փորձաքննություններ։ Այդ իսկ պատճառով փորձաքննությունների քանակը եւ անվտանգության ցուցանիշների քանակը, որով կատարվում է փորձաքննությունը, բավականին շատ է եւ դրա համար պահանջում է ժամանակ։ Հիմա ինչքան ժամանակ ապետ, որ իմանանք դա վտանգավոր է թե ոչ։ Ամսի 23-ին մենք կատարել ենք հսկողական գործողություններ եւ շրջայցեր, որի շրջանակներում մենք ձեռք ենք բերել համապատասխան նմուշները,
տվյալ խնձորի եւ բացի դրանից ապրիլ ամսին այս ոլորտում ընթացիկ ինչպես լոլիկի, ինչպես խնձորի, այնպես էլ այլ ապրանքատեսակների մասով իրականացվում են մոնիտորինգային ծրագրեր, ինչը նշանակում է, որ տարբեր խմբականակներ, շուկաներից կատարվում են զգիչ գնումներ, որոնք ներկայումս գտնվում են լաբորատորիայում եւ կատարվում են։ Երբ կլինի արդյունք։ Մենք այդ հարցին անդրադարձել ենք լաբորատոր փորձաքննությունների ժամկետի ավարտից հետո, այդ ոչ գործընթացը մոնիտորինգի արդյունքները ամփոփելուց հետո մենք կներկայացնենք ըստ առանձին խմբերի։ Կարծում եմ, որ երկուշաբթի, երեքշաբթի այդ տեղեկատվությունը Իսկ նախորդ տարիներին նման դեպքեր դուք արձանագրել եք այլ մթերքների մասով, որ Գուցե Ադրբեջանից այլ մթերքներ ենք ներմուծում պարոն Կարապետյան եւ վաճառում են։ Էլի, ուրեմն ինչ վերաբերվում է մոնիտորինգային ծրագրերին, ապա ես նշեցի, որ 2017 թվականի առաջին երամսյակից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներդրել է մեխանիզմներ, որոնք սկսելու են զարգանալ մոնիտորինգային ծրագրերի իրականացման մասով։ Եվ մենք այս տրամաբանությամբ շարունակելու ենք, որպեսզի կանխարգել ենք հնարավոր ռիսկերը եւ բացահայտենք, թե վաճառակետերում արդյոք առկա են վտանգավոր ապրանքներ, թե ոչ։ Ասել են ձեզ, որ շուկայից։ Դուք երևի ուշադրիր որ հետևեք մեր հայտարարություններում մենք տարածել ենք տեղեկատվությունը, թե կոնկրետ որ վայրերում են գրել։ Մենք գնել ենք Մալացիայի շուկայում շրջայցային։ Իրանք որտեղից են գնել վերավաճառել համար, դա եմ ուզում հասկանալ։ Բարձել եք։ շուկա ինչ է նշանակում, որ Որտեղից են գնել։ Գյուղ մթերքների վաճառքի։ Որ շուկայից Պարոն Կարապետյան, նաև Տարբեր տեսակի տեղեկատվություն են տալիս։ Օրինակ, մի օրինակ կարող եք ասել։ Ուսումնասիրությունը իրականացվում, ես չեմ կարող ասել կարող եւ ասել։ մեր կողմից տրամադրվող տեղեկատվություն չի, քանի որ մենք իրականացնում ենք համատեղ գործողություն պետական կամուտների կողմից։ Պարոն Կարապետյան, դուք կառավարությունում քննարկել եք, դուք կարծիք հայտնեցի, որ միգուցե Մաքսանենք ճանապարհով է խնձորը ներմուծել Հայաստան։ Այ օրինակ վարչապետի մոտ հարց Ես բարձրացել կարծիք չհայտնեցի նոմա, ես ընդհանրապես նշեցի, որ եթե դուք մեկնաբանում եք դա մաքսիմալություն, դա ձեր մեկնաբանությունն է։ Ինչպես է Հայաստանում հայտնվել այդ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մինչև 50 կիլոգրամ ներկրել։ Եվ ես չեմ կարող պատասխանել ձեր արքին, թե ինչպես է ներկրվել այդ խնձորը, որովհետև սահմանային հսկողության շրջանակներում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվական բազայում որևէ տեղեկատվություն թե փաստաթղթային եւ թե ուրեմն ցակման երկրի մասով արկա չէ, տվյալ խմբականակի մասով։ Ուստի վերլուծության արդյունքները կարող են հանգել ելնելով խմբականակի ծավալից, ինչպես նաև ելնելով ցակման երկրից, որ խմբականակը ներկրվել է խմբականակի ներկրման եղանակի մասին, որի ուղղությամբ ներկայումս կատարում է վերլուծություններ։ Ովքեր են կատարում այդ վերլուծությունը։ Կառավարությունում դուք, պարոն Վարդան Հարությունյանը, ովքեր են կատարում։ Կատարում են մարմինները, ովքեր զբաղվում են։ Ովքեր կնշեք։ Ճարտարագայում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իր մասով, պետական կամուտների կոմիտեն իր մասով։ Պարոն Կարապետյան, դա եմ ուզում հասկանալ։ ՍԱՊԿ-ն ստուգում է սահմանին այն ներմուծող ապրանքները սննդամթերքը, որոնք մաքսազերծում են օրինական, ինչ եք հասկանում։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողությունը իրականացնում է սահմանում։ Հետևաբար այն սննդամթերքը, որը ներկրել է Հայաստանի Հանրապետությունը եւ ենթակա է անասնաբուժասանիտարական կամ բուսասանիտարական հսկողության, օրենսդրությամբ սահմանված բաժնի համապատասխան, դրա նկատմամբ իրականացնում է հսկողություն։